Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Բարև ձեզ։ Տիկին Ղազարյան, ինչու է ձեր իշխանության օրոք իրավապահ համակարգի ներկայացուցիչները գնում երկու գաղափարակից կուսակիցների հետևից, նրանց գաղտնալսում, նրանց սրտացավ քննարկումը, ինչպես հայտարարում են ուժեղ Հայաստանից, ներկայացնում հանրությանը որպես ընտրակաշառքի մասին խոստումներ, որտեղ նրանք ասում են երկու գաղափարակից, երկու կուսակից իրար հետ, չէ, լավ կուսակցի պահը չշեշտեմ, երկու գաղափարակից իրար հետ զրուցում են, հակակոռուպցիոնը գաղտնալսել է եւ լցրել է դա համացանցում որպես ընտրակաշառքի մասին խոստումներ, ընդ որում երբ որ ասում են, որ կանդազը որևէ մեկի ազատ կամ արտահայտման վրա չի բռնանում։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալություն հարցի համար եւ հրավերի համար Նարեկ, մոռացա ասել, որ ես նույնպես բոլորին խրախուսում եմ ցանկության դեպքում եւ լավ կլինի որ այդ ցանկությունը ակտիվ դրսեւորվի, անպայման բաժանորդագրվել եւ օգնել, որպեսզի կայանան ազատ հարթակները YouTube-ում եւ մնացած հարթակներում։ Հարցի հիմնական մասին անդրադառնամ, երևի ձեր հարցը սենց էր, ինչու է գաղտնալսվում որոշ քաղաքացիներ Հայաստանում ենթադրում են, որովհետև իրավապահները ունեն օպերատիվ տեղեկություններ հանցագործության մասին, որովհետև դա է պայմանը, որ կարող են իրավապահները դատարանից թույլտվություն ստանալ եւ գաղտնալսել, ընդ որում նախորդ տարվա վիճակագրություն ցույց է տալիս, որ ուղիղ կեսի դեպքում մերժում են ստանում իրավապահները, գիտեք, որ երևի ավելի շատ օպերատիվ տեղեկություններ ունեն, բայց բավականաչափ հիմնավոր չեն լինում հավանաբար դատարանի համար, որպեսզի այդ թույլտվությունները տան, իսկ եթե ուղիղ կեսը չի բավարարում, նշանակում է բավականին լուրջ հիմնավորումներ ունեն եւ ես չեմ բացառում, որ այդ օպերատիվ տեղեկությունները հենց զրուցակիցներից մեկի կողմից կարող է դուրս գալ կամ հենց այդ հանցագործության մեջ ում որ փորձում են ներքաշել, նրանք այդ օպերատիվ տեղեկությունները փոխանցեն իրավապահ մարմիններին, որովհետեւ ինչպես գիտեք, գործ ունենք ընտրակաշառքի դեպքում լատենտային հանցագործության հետ, որ շատ դժվար բացահայտելի է եւ ամենայն հավանականությամբ հենց կողմերից մեկն է այդ հանցագործության մասին ազդարարում, իսկ մնացած իրավիճակի մասին արդեն ոնց որ քննության ընթացքում པարզ կլինի, թե ինչպես կընթանա, ավելի բան, քան դուք գիտեք, մամուլից հրապարակումներից ասել չեմ կարող, ես էլ տիրապետում եմ ճիշտ նույնքան ինֆորմացիայի, որքան դուք։ Տիկին Ղազարյան, դուք լսել եք Կանդազի եւ իր զրուցակցի այդ խոսակցությունը, որը հակակոռուպցիոնն է հրապարակել։ Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ ամբողջությամբ լսել եմ, հատվածաբար լրատվության ընթացքում ինչ որ առիթներ ունեցել եմ ծանոթանալու։ Եվ այդտեղ դուք ընտրակաշառքի տարեր պարունակող խոսակցություն արձանագրել եք։ Եթե նախընտրական խոստում է, որը կապված է անմիջականորեն քվեի հետ, եթե նկարագրենք ինչն է ընտրակաշառքը, այսինքն կլինի քվեն, դրան կհետևի որևէ բարիք, հա, շահ, որը քաղաքական շահ չի, ենթադրաբար, հա, եթե ես հիմա դες քարոզչություն անեմ եւ ասեմ հանուն խաղաղության նարեկ ընտրեք քաղաքացիական պայմանագրի, սա բնականաբար ընտրակաշառք չի լինի, բայց եթե ասեմ ինչ որ անձնական շահ հետապնդող բան ասեմ, հետեւաբար ընտրակաշառքի մասին խոսակցություն կստացվի, ասենք շալվար կառնեմ քեզ համար կամ ինչ որ նման բան առաջարկեմ, դա ավելի շատ ընտրակաշառքի է նման, կոնկրետ այդ դրվագով շատ մանրամասն չեմ տիրապետում իրավիճակին, դրա համար շատ չեմ ուզում մանրամասների մեջ խորանամ, մանավանդ որ նաև որոշ լեզվաբանական շերտ կա այդտեղ հետաքննության համար հույս ունեմ, որ իրավապահները արդեն վերջնարդյունքում ճշգրիտ կասեն ինչ են լսել եւ ինչ են արձանագրել, ամենայն դեպս, քանի որ գիտեք, համարյա ամեն օր այս տեղեկությունները դուրս են գալիս, քանի որ նախորդներում դեպքում արդեն լսել ենք 1, 2, 3, չգիտեմ արդեն քանի դեպք է եղել եւ ակնհայտ է, որ այնտեղ նախընտրական խոստումների բան կա, այս անկեղծ եմ ասում, էլի, այս վերջին խոսակցությանը ամբողջությամբ չեմ տիրապետում, որպեսզի կարողանամ դες ճշգրիտ իմ դիրքորոշումը հայտնել, բայց նաև պետք է չի երևի քաղաքական գործիչները դրա վերաբերյալ դիրքորոշում ունենան, ավելի լավ է քաղաքական գործիչները ընդհանուր առմամբ ընտրակաշառքի վերաբերյալ դիրքորոշում ունենան, քան առանձին գործերի։ Տիկին Ղազարյան, ես ճիշտ եմ հասկանում, որ երբ որ Կանդազը եւ այդ անձը քննարկում են ընտրություններից հետո նրա աշխատանքի հարցը, դա նյութապես շահագրգռել է։ Ձեր ասածը դա է։
Ես չեմ ուզի իրավական գնահատական տալ այս իրավիճակում Քաղաքական տվեք։ կոնկրետ հիմա եթե ես մտածեմ այս մասին, հա, եթե ես խոստանամ ձեզ, որ դուք ընտրության պարագայում կլինեք ինչ որ մամուլի վարչության պետ եւ ասեք, այ այդ դեպքում գնամ կքվեարկեմ, այս դեպքում իհարկե դա նյութապես շահագրգռել պետք է դիտարկել, այլ հարց եթե Հա, շատ օրինակ լավ։ Մի րոպե, քանի որ ես ձեզ բռնեցի նյութապես շահագրգռելու վրա։ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ձեռքից, երբ որ վերցրել էր վեշերը եւ ուզում էր հաներ վերը, ձեռքի հետ Արման Սարգսյանին, քաղաքացի էր Արման Սարգսյանը, լավ չթիրաբանկաչանենք, չնույնականացնենք քաղաքացուն։ Երբ որ այդ առևտուրը արած հանում էր վերև, աշտարակում էր կարծեմ, մարզպետին ցուցում էր տալիս, որ քաղաքացուն աշխատանքով ապահովի, ասում էր օրը 13-14 հազարով լավ է, սա արդյոք նյութապես շահագրգռել չէ ընտրություններից առաջ։ կոնկրետ դրվագի մասին շատ էլի նույն տրամաբանությամբ դատողություններ անել չեմ կարող, ընդհանրապես կարող եմ համընդհանուր դատողություն անել, եթե կան դեպքեր, որոնք ձեզ նույնպես կասկածելի են թվում, տվեք հանցագործության մասին հաղորդումներ։ Ես սա ամենայն անկեղծությամբ եւ լրջությամբ եմ ասում, որովհետեւ իմ տպավորությամբ, որքան որ ես հատվածաբար էլի վարչապետի լայվերին հետևել եմ, ինքը համենայն դեպս նյութական խոստումներ չի տալիս փետրվարի 7-ից հետո, այլ այդպես քաղաքական խոստումներ է տալիս, որը տրամաբանական է, իսկ կոնկրետ իրավիճակներում կոնկրետ պաշտոնյաներին հանձնարարականներ տալը ոչ նյութապես շահագրգռել տրամաբանության մեջ, Բայց մարդուն իհարկե 14 հազարով գործ է տրամաբանական։ առաջարկում, դա էլ նյութապես շահագրգռել Դե չէ։ հիմա ասում եմ, եթե տենց բանը վառ արտահայտված դրվագ եք ֆիքսել, գիտեք ինչ անել։ Չեմ Դուք բանանվել, գուցե կանավի մեջ անեք օրենսդիր մարմնի ներկայացուցիչ լինելով ավելի շահագրգռված պետք է լինեք, որ Հայաստանում օրենք չխախտվի։ ես շահագրգռված եմ եւ այդտեղ օրենքի խախտում վարչապետի այցերի մեջ չեմ տեսել, որ ուղարկե Իսկ քթում յարդը դիտարկի։ Աբովյանում տիկնոջ լոգարանի վերանորոգման հետ կապված, երբ որ էլի մարզպետին ցուցում տվեց, դա էլ խնդիր չեք համարում։ Դուք վստահ եք, որ վարչապետը ասել է գնացեք տիկնոջ լոգարանը նորոգեք։ Դե հենա որ ասում է մարզպետը տես ինչ ա եղել, դա ինչ է նշանակում։ Ասում է Այսինքն մարզպետին ասեք, բա դա ինչ է նշանակում։ չգիտեմ ինչ է նշանակում, ես չեմ լսել դες բան, որ վարչապետը ասել է գնացեք տիկնոջ լոգարանը նորոգեք։ Ես չեմ ասում բառացի ասել է գնացեք Դե հիմա դարեք առանձին իրավիճակներ պետք է իրավապահները դա դրան այս վերաբերել մարդկանցն էլ գնահատական է, տան։ Սամվել Կարապետյանի ժողովրդինն էլ է Դե առանձին հիմա առանձին այդ կապակցությամբ հաղորդում կա, օպերատիվ տեղեկություն կա, հաղորդում կա, քննվում է, կարող է վերջում արդարացվեն, ասում եմ, ես նույնիսկ այդ ձայնագրության ամբողջությամբ ծանոթ չեմ, ես չեմ հասկանել, ես կռիվի ինչ մասն է։ Դες թվում է ես եմ բանը իրավապահ գործառույթներ իրականացնող Հայաստանում չի, ընդհանրապես օրենսդրական եւ ֆինանսավորման վերահսկողական գործառույթներ եմ իրականացնում։ Դες թվում է ես եմ գնացել այդ մարդուն իրական անունը չեմ հիշում, բռնել դուք իմ մասին վառ երևակայություն եւ սխալ պատկերացում ունեք։ Ես չգիտեմ ինչա կատարվել։ Ես միայն կարող եմ ասել, որ ընտրակաշառքը արատավոր պրակտիկա է, որը խեղում է քաղաքացիների ընտրությունը եւ պետքա հնարավորինս զերծ մնալ դրանից եւ գուցե ավելի կոշտ կարիք լիներ արտահայտվելու, որովհետեւ համենայն դեպս ընտրակաշառքը քաղաքացիների դեմ հանցագործություն է եւ պետք չի քաղաքացիներին ներգրավել պետքա ավելի կոշտ արձագանք ստանա, որպեսզի քաղաքացիներին չներգրավեն իրենց իսկ դեմ հանցագործությունների մեջ։ Դուք ըստ էության նաև իմ քայլը հիմնադրամի գործունեությունը այս փուլում խնդրարույց չեք համարձակվի համարել, չէ՞։ Իմ քայլի հիմնադրամի գործունեության հետ կապված մի քանի փուլ տեղի ունեցավ, կապված նաև այդ դինամիկայի հետ, հա, որ տեղի ունեցավ փոխկապակցվածության Տիկին Հակոբյանի եւ քաղաքական ուժի, հետեւաբար ես կարծում եմ, որ սա առնվազն պետքա էլի շատ մասնագիտական գնահատական տրվի, էլի ես չեմ ուզում ես ինքս այդ գնահատական տամ, ինչպես այն մարդկանց դեպքում չէի ուզում, հիմա էլ այս դեպքում չեմ ուզում ես ինքս իրավական գնահատական տալ։ Ամենայն դեպս եթե կա հասարակական կազմակերպությունը, որ դիմել է, գիտեք, այս գոնե այս դեպքում կան դիմողներ, կա քննություն եւ հնարավոր է դատախազի, մեղադրողի, փաստաբանի, դատավորի միջոցով վերհանել, քննիչների միջոցով վերհանել ճշմարտությունը։ Ես չեմ ուզում ինձ վրա քննչական գործառույթներ վերցնել, որովհետև հանկարծումի դրա հաջորդ դրվագում կպարզվի, որ ես իրավապահների վրա քաղաքական ուղղորդող ճնշում եմ գործադրում ձեր պրոֆեսիոնալիզմը իմանալով։
Տիկին Ղազարյան, Սամվել Կարապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Ալիևից, դրա համար շատ բաներ կամ ամեն ինչ լուր հանդուրժում է։ Սա ինչպես կմեկնաբանեք, վախենում եք քննադատել հայկական եկեղեցին քանդելու դեպքը, վախենում եք խոսել, ասել, որ այնտեղ մենք ունենք գերիներ, ինչու եք վախենում Ալիևից։ Ա, Ինքն է ասել։ Այո, այդ եկեղեցուն Երբ ինքն է իր ասել։ ասել։ Երբ է ասել, որ վախենում է, չէ, ուզում եմ հասկանամ ինքն է ասել, թե գեներացված է էլի արհեստական բանականությամբ, ուզում եմ ճշգրիտ իմանալ ում եմ արձագանքում։ Ես Սամվել Կարապետյանի էջին տեսանյութ եմ տեսել, որտեղ իր կուսակից Ալիկ Ալեքսանյանը իրեն հարցեր է տալիս եւ ինքը պատասխանում է։ Հա, հույս ունեմ, որ դա բան միստր Ուժի գեներացրած արձագանքները չեն, այլ Սամվել Կարապետյանի բնական բանականությունը, որը միգուցե չէ, ակնհայտորեն զիջում է արհեստական բանականությանը, ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ այն կոնտեքստին, թե ինչպես է նախընտրական շրջանում ադրբեջանական գործողությունները գործիքայնացվում Հայաստանի դեմ կամ Հայաստանի ներքաղաքական կյանքում, այսպես ասեմ, շատ երկար եւ տևական ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերները, եթե կարելի է այդպես ասել, համենայն դեպս ընդդիմադիր ներկայացող քաղաքական դերակատարները պնդում էին, որ այն, որ Հայաստանի սահմաններին կրակոցներ չկան, դա նախընտրական հրադադար է եւ նախընտրական շրջանում Ալիևը կարծես թե աջակցում է իշխող ուժին, ինչը իհարկե ինչի հետ ես համաձայն չեմ, բայց ըստ տրամաբանությունը ինքը փորձել են գործիքայնացնել Հայաստանում եւ կարծես թե Իլհամ Ալիևին հրավիրել են մասնակցելու Հայաստանի ներքաղաքական նախընտրական կյանքին եւ ես կարծում եմ, որ հիմա լեգիտիմ հարց կարող է առաջանալ քաղաքացիների մոտ, արդյոք այդ եկեղեցու հետ կապված պատմությունը, եթե դա հաստատվել է, ես Այո, վստահ եմ, եթե դա հաստատվել է Կովկասի հա, մամեդականների վարչության պետը, եթե դա թե որ դա հաստատվում է, ապօրինի կառույց էր եւ դրա համար քանդել ենք։ ուրեմն քաղաքացիների մոտ լեգիտիմ հարց կարող է առաջանալ, թե ում նախընտրական քարոզարշավի համար է արվում այդպիսի գործողություններ, եւ ես ընդհանրապես կհորդորեի քաղաքական ուժերին չհրավիրել արտաքին դերակատարներին Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակցելու, որովհետեւ այսպիսի անհարմար բաներ կարող են պարզվել, քաղաքացիների մոտ կարող է տպավորություն լինել, թե սա համագործակցություն է հարևան պետության եւ Հայաստանի ընդդիմության միջև նախընտրական տրամաբանության մեջ։ Հա, բայց ես ընդամենը հարցնում եմ, ինչու չեք դատապարտում, որ հայկական մշակութային արժեք է ոչնչացվում։ Այո, համապատասխան արձագանքների, հա, իդեպ գերիների մասին էլ ասացիք, գերիների մասին էլ ասացիք, չէ, այդ հարցի մեջ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ գերիների մասին, ասենք, Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակներից ոչ մեկ անգամ խոսել են եւ այդ ձևակերպումները բավականաչափ ոչ ճշգրիտ կամ մանիպուլյատիվ եւ մոլորեցնող են, իսկ ինչ վերաբերում է մշակութային արժեքների հետ կապված հարցերին, դրանք նույնպես համապատասխանաբար կհասցեագրվեն։ Ես կարծում եմ, որ կամ հասցեագրվում են կամ կհասցեագրվեն։ Ես կարծում եմ, որ Փաշինյանն ասել է, հակված չեմ, որ դրանք միջազգային հարթակներում քննարկվեն։ Կամ Երևանը, Հայաստանը պաշտոնապես չի դիմի, որ դա միջազգային հարթակում քննարկվի, հա։ Ինչու՞։ նայեք, ես հիմա չեմ կարող համապարփակ արձագանք տալ նախ, որովհետև դեռ հաստատման մասին էլ ոնց որ միջև ձեր ասել չգիտեի, բայց նաև ես կարծում եմ, որ մեր երկխոսության ընթացքում մենք Դե կարող ենք դուք դա էլ եք Արսեն Թորոսյանի նման կարծում, երկխոսության միջոցով հասցեագրել, թե ինչ է տեղի ունենում, ինչու է տեղի ունենում եւ ինչ պիտի տեղի չունենա։ Ես խորապես մտահոգված եմ, թե ինչպես է դա գործիքայնացում Հայաստանի ներքաղաքական կյանքում նախընտրական շրջանում, իսկ թե ինչ է տեղի ունեցել դրա վերաբերյալ, հասկանու եք, ես չեմ կարող արձագանքել, իսկ թվում է դրա վերաբերյալ ավելի ճշգրիտ կլինի արձագանքել քանի որ մենք ունենք ուղիղ խոսակցություն, ուղիղ երկխոսության միջոցով բարձել հասկանալ ինչա տեղի ունեցել եւ երկու կողմից լավ կլինի նաեւ ադրբեջանական կողմից հրապարակային խոսվի այս մասին, որպես պաշտոնական դիրքորոշում, որը հնարավորից քիչ կվնասի այն գործընթացի, որում մենք հիմա ենք գտնվում։ Իսկ ինչ վերաբերում է մշակութային հուշարձանների հետ կապված հարցերին, բնականաբար դա որևէ տեղում, որևէ դրվագում, որևէ իրողության մեջ կատարվելիս, բնականաբար խիստ խնդրահարույց է եւ դատապարտելի։ Եթե դա եք ուզում լսել ինձանից։
Դուք ԿՊ-ում եզակի եք այս պայծրությամբ, որովհետև ոչ մեկի լեզուն չի պտտվում դատապարտել Ալիևին։ Գուցե Եվ երկրի հարցը պատմական ցուցակից դուրս թողնեն։ Ես եւ եթե սա օրինակ ձեր քաղաքական կարիերայի համար բացասական է լինում, գուցե սա հանենք, որ չավարտվի ձեր քաղաքական կարիերան։ Նայեք, բնականաբար դա չկարող որևէ կերպ անդրադառնալ իմ քաղաքական կարիերայի վրա, որովհետև իսկապես խնդրահարույց է աշխարհի ցանկացած վայրում ցանկացած մշակութային կոթողի հետ կապված հարցը, այսինքն եթե դրա ոչնչացման հարցը խնդրահարույց է, հիմա ես չեմ ձև ասում, որ դա խնդրահարույց է, բայց այլ հարց, թե մենք ոնց որ կոնկրետ դրվագի հետ կապված ինչ խոսակցություն կարող ենք ունենալ, արդյոք հաստատված է թե ոչ, եւ եթե հաստատված է, արդյոք ինչ ենք խոսում այդ մասին մենք եւ ադրբեջանցիները հասկանում եք այդ նախահարցակ բան ոնց են ասում արժանապատիվ սուր ուժեղ երաշխավորված հարցակումները հարևան պետությունների վրա որևէ օգտակար արդյունք չեն կարող ունենալ ոչ մեզ ոչ մյուսների համար էլի պետք է հասկանալ որ չափազանց զգայուն իրավիճակում ենք գտնվում Հայաստանի իշխանությունները ականջալուր կլինեն Բաքվից հնչող հայտարարություններին եւ պատասխանատվության կենթարկեն Թուրքիայի դրոշն այրողներին, թե ոչ։ Հիմա այս հարցերը որ տալիս եք բնականաբար այդպիսի կարգավորում Հայաստանում չկա չէ չկա եթե այդպիսի կարգավորում լիներ դրան կարող էր համապատասխան արձագանք լինել առանց նույնիսկ Բաքվի հորդորների Այն որ մեզ համար դա շարունակում է խնդրահարույց լինել, մենք հրապարակային նաև դա ենք ասել, հա? Հրապարակային ասել ենք, որ դա խնդրահարույց ձև է բողոքն արտահայտելու։ Եվ ես կարծում եմ, որ այդքանով ամեն ինչ ասված է մեզ դիրքորոշման վերաբերյալ։ Իսկ ինչ վերաբերում է այն մնացած արդեն լիրիկային, ես դրա վերաբերյալ հիմա ոնց տեղին չեմ եւ պատճառ չեմ համարում, հա, նույնիսկ այդ խոսակցությունները։ Տիկին Ղազարյան, դուք ըստ էության ծանոթ եք անձնագրի նոր Այո։ նմուշին, որը նախարարն ու վարչապետը երեք առավոտյան հրապարակեցին։ Դուք քննադատությունների հետ կապված ինչ կասեք։ Օրինակ, մարդիկ տեսնում են Խոր Վիրապի եկեղեցին առանց Արարատի։ Հա, որովհետեւ մյուս կողմից է նկարած։ Ինչու՞։ Դեպի Հայաստան նայող կողմից։ Որ Արարատը չերևա։ Որ Հայաստանը երևա։ Թե Արարատի հետ Հիմա այս չասոցացվելու հարցը 30-րդ անգամ ուրիշ տարբերակով է տալիս եկեց ոնց որ ասում եմ դեպի Խորվիրապը դեպի Հայաստան նայող կողմից է նկարած որ ֆոնին Հայաստանը երևա Հայաստանի անձնագրի իմաստը Հայաստանն է Բայց այդ տեսարանն էլ հայտնի է նրանով, որ եկեղեցին է ֆոնին Արարատ լեռը։ Շատ բաներով են հայտնի հիմա դրա արձագանքը ինչ է ուզում որ լինի Դե քննադատում են ձեզ, քննադատություն հասկացա ես պատասխանեցի ձեր հարցին Խոր Վիրապը անձնագրում Խոր Վիրապի ուրվագիծը անձնագրում նկարված է դեպի Հայաստան նայող ֆոնին Հայաստանը երևացող կողմից Դուք 300,000 ադրբեջանցի կբերեք Հայաստանում կվերաբնակեցնեք կամ կբնակեցնեք, իսկ ուժեղ Հայաստանը 300,000 պլյուս 1 աշխատատեղ կստեղծի։ Սա ուժեղ Հայաստանից են հայտարարում։ Դուք ասում եք նախադասությունը sense ճշգրիտ ասում եք sense Հա ասում են իրենք 300,000 ադրբեջանցի կբերեն Հայաստան, մենք 300,000 աշխատատեղ կստեղծենք հայերի համար։ Հենց թվաց իրանք ուզում են բան այդ ադրբեջանցի լավ չէր հասկացում, ես թվաց իրանք ուզում են ադրբեջանցիների համար 300,000 աշխատատեղ ստեղծել։ Ես կներեք էլի տափակություն է այդ խոսակցությունը։ Ես տափակությունների ոնց արձագանքեմ, ոչ իրանք են ունակ 300,000 աշխատատեղ ստեղծել։ Ոչ էլ մենք ենք պատրաստվում այդ խոսակցության մեջ մտնել եւ ես կարծում եմ արդեն երևի 4-րդ տարին է մենք պատմում ենք, որ չենք որևէ կերպ որևէ բանակցության ընթացքում որևէ խոսակցություն չի եղել տեղահանված կամ փոխադարձ տեղափոխությունների դեմոգրաֆիկ շարժերի վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել ոչ թե միայն այդ դրվագում այլ որևէ խոսակցություն դեմոգրաֆիկ շարժերի կապակցությամբ չի եղել եւ դրանք բոլորը օթից վերցրած խոսակցություններ են միգուցե նարատիվային պատերազմի մաս են բայց համենայն դեպս քաղաքական օրակարգի մաս չեն
Դուք ըստ էության հետևում եք, հա, լսում եք մեղադրանքները ձեզ ուղված, որ դուք անկայուն խաղաղություն եք բերում, թրքացման եք տանում Սամվել Կարապետյանի տեսանյութերի վրա գրվում է, որ Հմ, թույլ չեն տալու, հա, թրքացնել հմ, Հայաստանը։ Դուք թրքացման եք տանում, անկայուն խաղաղություն եք բերում, իսկ իրենք երաշխավորված խաղաղություն են ուզում բերել։ Գագիկ Ծառուկյանն օրինակ պատրաստ է միջև 4-5 պետության բերել, որ երաշխավորի։ հմ։ Հիմա իր բերած խաղաղությունն ավելի իրատեսական չէ, քան ձերը, որ հայատյաց Ադրբեջանի հետ դեմարդեմ եք խաղաղություն ուզում հաստատել Տիկին Ղազարյան։ Մա ում հետ խաղաղություն հաստատենք։ Գագիկ Ծառուկյանի երաշխավորված խաղաղության կոնցեպտը, որ կարդացի, դա միակ գրավոր փաստաթղթն է, դրա համար միայն դա եմ կարդացել։ Տպավորություն էր, թե մենք պատրաստվում ենք խաղաղություն հաստատել Ռուսաստանի, Բելարուսի եւ Եվրամիության հետ։ Ոնց որ խաղաղություն, եթե հաստատում ես, պետք է այդ սուբյեկտի անունն էլ ասես, հա, ում հետ ես պատրաստվում խաղաղություն հաստատել եւ ինչպես։ Ես կարծում եմ մենք արդեն նաև հոգնել ենք այս մասին խոսել, որ մենք տեսել ենք երաշխավորների ինստիտուտը ինչպես է աշխատում, իսկ ավելի կոնկրետ ինչպես չի աշխատում, եւ երկկողմ բանակցությունները ինչպես են աշխատում, եւ այդ չափազանց բան է, էլի հորինովի պատմությունը է, այդ պատմությունը, որ մենք հիմա երաշխավորներ կբերենք, ընդ որում մեզ են, չէ, ասում, որ իբր Հայաստան սարքում ենք աշխարհաքաղաքական բախման կետ, իրանք բերում են բառս բուն իմաստով աշխարհաքաղաքական բախում ունեցող ուժերին Հայաստանում տեղակայեն որպես խաղաղության երաշխավոր։ Ես կարծում եմ Հայաստանի քաղաքացիների բանականությունը պետքա վիրավորվի այս սցենարներից, ինչ վերաբերում է նախորդ մեր ունեցած պատմական փորձառությանը, որը հարյուրամյակներ ձգվող պատմական փորձառություն է եւ մենք տեսել ենք թե այդ բանի այդ տրավմատիկ փորձառությունը ունենք, եկեք այսպես էլ հենց անվանենք, հա, այդ Սևրյան Հայաստանի, որը կարծես թե երաշխավորված պետքա լիներ եւ դրա արդյունքում ստացանք սովետական Հայաստանի այն տարածքները, որում հիմա Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է հաստատել եւ թե 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո Ռուսաստանյան երաշխավորությունը եւ մենք այդ երաշխավորությունը ինչպես կասեր դասականը տեսել ենք եւ չենք գայթակղվել։ Մենք գիտենք, որ խաղաղությունը պետքա կառուցենք մենք, որ մեր փոխարեն մեզ համար խաղաղություն ոչ ոք չի կառուցի, մեր բոլոր այն գործընկերները, ովքեր կօգնեն մեզ հաշտվել, կօգնեն մեզ կառուցել խաղաղություն, մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, բայց մենք գիտենք, որ խաղաղությունը մեր կառուցածն է լինելու եւ մնացած բոլոր դերակատարները որոշակի ընդհանրապես աջակցող կամ ներկայացվածության դեր կարող են ունենալ, բայց կառուցածը պետքա մերը լինի, ինչպես օրինակ Եվրամիության դիտորդների պարագայում, իրանք այստեղ այն սահմաններին են դիտում են, դիտարկում են եւ Հայաստանի քաղաքացիները գիտեն, թե որքան ավելի ապահով են այդ ծաղրված անզեն թուղթ ու գրիչով հերադիտակով դիտորդները շատ ավելի մեծ ապահովություն են հաղորդել, քան այն զինված ներկայությունը, որ նախորդում էր դրան, բայց ելի պետքա պնդել եւ հաստատել, որ Եվրամիությունը չէ Հայաստան-Ադրբեջան խաղաղության երաշխավորը, այլ միայն աջակցող դեր ունի այն խաղաղության գործընթացում, որը մենք կառուցում ենք եւ դա չի բացառում որևէ մեկի աջակցությունը, անկախ նրանից թե ինչ կանվանվի այդ դերակատարը, եթե իրանք շահագրգռված են տարածաշրջանային խաղաղությամբ, որովհետեւ ես Ես լսում եմ, թե ինչպես են իրանք պատմում, որ երաշխավորների միջոցով ավելի ուժեղ դիրքեր են հաստատելու Ադրբեջանի նկատմամբ, քան մենք, եւ ըստ էության այդ խոսակցությունը այն մասին է, որ իրենք պատրաստվում են կոնֆլիկտը շարունակել եւ կգտնեն գործընկերների, ովքեր կօգնեն մեզ այդ կոնֆլիկտը շարունակել, ավելի ուժեղի դիրքերից Չէ, շարունակել այդ կօգնեն կոնֆլիկտը։ խաղաղությունը պահել, կօգնեն խաղաղությունը Խաղաղություն պահել։ պահված է, Չէ, խաղաղություն կա, խաղաղության անցուդարձ վերջնակ պահել։ դուք իրենք ասում են դուք հերիք չի վերջնական չեք ստորագրել այդ ոչ հայանպաստ փաստաթուղթը։ Մի հատ էլ առանց երաշխավորների եք ուզ, բա որ ասում են խախտում լինի, ով է Հիմա հիմա լինելու հիմա դրա դատավորը։ հիմա այս խաղաղությունը բա որ վեր լինի ծառին վեր ընկնի քարին։ Հիմա այս խաղաղությունը որ կա դրա թերությունը ո՞րն է, որ ինչ, որ Որ ես լսում եմ Հայաստանի իրականում տարածքը օկուպացված է, ձեր բերած խաղաղությամբ Հայաստանի տարածքը շարունակում է օկուպացված մենք լինել։ պատմել ենք թե ոնց եք պատկերացնում այդ տարածքներից դուրս բերումը, բայց այդ չի Դուք հարցը։ Իրանք ասում են, ընդամենը որովհետև խնդրա, մենք դուք որովհետև ընդամենը մենք բավական 12 ուժեղ կիլոմետր չենք, եք չէ՞։ այս տարիների ընթացքում, 4-5 տարի է անցել, դուք նոր 12 կիլոմետր եք սահմանագծել, որը հələ չեմ ասում, որ խնդրահարույց են համարում շատ քարտեզագիրներ, կոնֆլիկտին ծանոթ մարդիկ,
քաղաքական Դուք ուժերը։ ասում եք, որ 4-5 տարի է անցել եւ մենք ընդամենը 12 կիլոմետր ենք սահմանագծել, բայց ես սա կձևակերպեմ հետեւյալ կերպ. 35 տարվա մեջ մենք արդեն 12 կիլոմետր սահմանագծել ենք։ Եթե ավելի լավ խաղաղություն ունեին, թող Դե ավելի հաշվի շատ առնենք 1000 սահմանագծեին։ են ասում, չէ՞, 1000 կիլոմետր են Թող ասում։ ավելի շատ սահմանագծեին 30 տարի ինչով էին զբաղված նարեկ։ Դե եթե ձեզ 12 տարի սահմանագծելու համար 35 տարի է պետք, այդ 1000 կիլոմետր։ Ձեզ չէ, մեզ, հայ ժողովուրդ, Հայաստանի պետությունը 35 տարվա մեջ 12 կիլոմետր է սահմանագծել։ Բայց այդ 12 կիլոմետրը սահմանագծել է։ Իսկ նրանից առաջվան 30 տարվա մեջ ոչինչ չէր սահմանագծել։ Արի արձանագրենք, որ այն իրավիճակը խրամատային իրավիճակ էր, այսինքն կոնֆլիկտային իրավիճակ էր։ Հիմա մենք այստեղ ունենք խաղաղության իրավիճակ։ Ռիթմը կարող է չբավարարել, տեմպը կարող է չբավարարել, բայց որ ճանապարհը վեկտոր այդ ուղղությամբ է գնում, դա անվիճելի փաստ է։ Տիկին Ղազարյան, Բաքվում արդեն սկսվել է, հա, ոնց որ ձեր քաոս բաքվեցի փորձագետները, եթե կարելի է փորձագետ ասել, հրապարակում են կադրեր, որտեղ էկրանի վրա Նիկոլ Փաշինյանն է հայտնվում, հետևյալ գրությամբ, որ Հայաստանը պատրաստվում է հարաբերությունները խորացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Սրա հետ իշխանությունները կապ ունեն թե չէ, եւ եթե տեսել եք, սա ինչպես եք մեկնաբանում։ Նախ չեմ տեսել, դու ձեր Դուք ձևակերպումը մամուլ չեք խիստ կարդում, չեմ ձեր հասկանում։ նարեկ ոնց հասցեմ, եթե առողջ ծիրիկուն ձեր հետ եմ խոսում, ձեզնից եմ իմանում նորությունները։ Եվ հետո ձեր ձևակերպումները խիստ խնդրահարույց եւ անտեղի կհամարեի, ինչա նշանակում Բաքվում սկսել են ձեր քարոզարշավը։ Բաքվեցիները չեն ընտրելու Հայաստանում, ոնց կարան իրանք Դա քարոզարշավ ինչի է սկսել։ Նիկոլ Եթե Փաշինյանի եթե այդ նկարը։ ձեր ասած Եթե ձեր ասած տրամաբանության մեջ նայենք, միգուցե դա հատուկ այն հենց այդ է ասում։ Բերել Ադրբեջանի հայաստանյան ներքաղաքական կոնտեքստ, նախընտրական կոնտեքստ։ Պարզ է, չէ՞ որ ադրբեջանցիները եւ բաքվեցիները Հայաստանում ընտրական իրավունք չունեն։ Ում համար են դա անում։ Դա անում են հավանաբար այն բանի համար, որ դուք ինձ այս հարցը տաք։ Հմ, Ուրիշ որևէ տրամաբանություն ես չգիտեմ թե ինչու կարելի է դա անել։ ը, Ուշագրավ է, որ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը միաժամանակ փորձում են Ալիևին մեկը մյուսի ջեբը գցել ժողովրդական Մեկը դեմոկրատիա։ մյուսի ջեբը գցելու բան չկա։ Եթե հիշում եք, նախորդիվ իմ ասածը որն էր տրամաբանություն։ Ես ասում եմ, եկեք չբերենք Ադրբեջանին, չդարձնենք նախընտրական դերակատար եւ թույլ տանք, որ իր բոլոր գործողություններով ինքը կարողանա ներազդել մեր նախընտրական ներքաղաքական իրավիճակի վրա։ Երբ որ բերում է, նարեկ, երբ որ այդքան բերել են, դրել են Ադրբեջանին որպես հիմնական նախընտրական գործոն, ու ինքը գիտի, որ իր բոլոր գործողություններով կարող է տրամադրություն փոխել, այդ ժամանակ անխուսափելիորեն այս իրավիճակն է ստեղծում։ Ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հիմա հրապարակային որևէ հարթակից եկեք ժողովուրդ ջան դադարեցնենք օտար երկրներին, ընդ որում ոչ միայն Ադրբեջանն, Թուրքիան, Ռուսաստան, Եվրամիության Միացյալ Նահանգներին, դադարեցնենք Հայաստանում ներքաղաքական Նիկոլ դերակատար սարքել, Փաշինյանը ինչու որովհետև Ջեյդի Վենսին Հայաստանում չզսպեց այդ տրամաբանությամբ, ինչու Փաշինյանը։ Որովհետև Հայաստանում ընտրություն կատարում են Հայաստանի քաղաքացիները եւ որևէ մեկի, որևէ դերակատարի ասածը մեծ հաշվով իմաստ չի ունենալու, եթե Հայաստանի քաղաքացիները ուրիշ որոշում կայացնեն, ինչպես եղել է նախորդիվ տեսել եք, նախորդ ընտրություններում աշխարհում բազմաթիվ դեպքեր եղել են, որ տարբեր դերակատարներ տարբեր մարդկանց աջակցել են։ Ինչ վերաբերում է փոխնախագահ Ջեյդի Վենսի ասացին, շատ տրամաբանական բան է ասել, այդ մնացած քաղաքական ուժերը, որոնք հայաստանյան դաշտում կային, ասում են, որ գալու են թրիփը վերացնեն, որ դա մի բան է, ահետ է Հայաստանի գլխին գալիս, են մարդն էլ ասաց, որ ես աջակցում եմ իր տրամաբանությամբ ամերիկյան տրամաբանությամբ աջակցում է այն ուժերին, ովքեր այստեղ խաղաղության օրակարգով են առաջ շարժում։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ մնացած դերակատարները վեր կացան, ասեցին, չէ՞ մենք թրիփին կողմ ենք, ուզում ենք մեծացնենք, լայնացնենք, երկարացնենք։ Այդ իրանք արձագանքներ, թող իրանք զսպեին, թող իրանք արձագանքեն, Իդեպ իրանք ասեն հալա։ Ռոբերտ Քոչարյանը իդեպ հույս ունի, որ հանձնաժողովները վստահված անձին կկարողանան վերահսկել ընտրությունները, որ դուք խախտումներով չվերարտադրվեք։ Այդպիսի կարծիք ունի Քոչարյանը ձեր կազմակերպած ընտրությունների մասին։ Ես վստահ եմ, որ Հայաստան քաղաքացիները չեն մոռացել Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ընտրությունների մասին եւ կարծում եմ, որ ծաղրված կզգան էլի իրանց քաղաքացիների հետ հայտարարության կապակցությամբ դուք տեսեք, որ քաղաքացիական պայմանագիրը իր իշխանության տարիներին որևէ եղել են դեպքեր, որ 1-2 10 կամ մի քանի տասնյակ ձայների տարբերությամբ ենք, հա, մենք
դուրս մնացել ընտրապայքարից կամ կորցրել առավելությունը մրցակից ուժերի նկատմամբ եւ որևէ դեպքում հայաստանյան ընտրությունները կասկադի տակ չեն դրվել, այնց որ Ռոբերտ Դուք եք Քոչարյանին լավ Քոչարյանի բանի ասածը ծաղր համարում քաղաքացիների նկատմամբ։ որովհետեւ մարդիկ տեսել են իրա կազմակերպած, իրա տարիներին կազմակերպած ընտրությունները, մեր տարիներին կազմակերպած ընտրությունները, եւ մարդիկ գիտեն, թե ինչա կատարվել այն ժամանակ, ինչա կատարվում հիմա ու Կատարվել։ պատմում Նարեկ, դուք չգիտեք, որ ասենք ընտրատեղամասերում քվեատուփերը բացել եւ դատարկել են գետերի մեջ քվեատուփերը եւ տրցակներով նոր քվեաթերթիկներ լցրել։ Դուք այդ մասին չգիտեք։ Ես պետք է ասեմ, մարդիկ գիտեն, չէ՞ որ քվեաթերթիկների գետեր են հոսել Հայաստանում, վավեր քվեաթերթիկները Հա, դուրս են լավ, բերել հիշեցի, վավերը։ հիշեցի, վերջերս Նիկոլ Փաշինյանն էլ այդ ձեր ասած process-ի կազմակերպիչների հետ նախաճաշում էր։ Որ կազմակերպիչների հետ Ընտրակեղծարար ում Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ ներկայացնում էր ընտրակեղծարար Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին, նախաճաշում էր այս վերջերս իրենց հետ, այ որ ասեցիք հիշեցի, որ նման բան ա եղել Հայաստանում եւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այս 8 տարիների ընթացքում։ Նարեկ ձեր ասած պնդումը սխալ է, սուտ է, կեղծ Ես է, ես որովհետև պնդում չեմ անում, ես ցիտում եմ Նիկոլ Փաշինյանի չէ, վերջի նախադասություն պնդում էր, ասում եք, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Հայաստանի ընտրակաշառք բաժանելու համար, ընտրություն Հայաստանի կերտելու համար ով այո, է պատասխանատու։ Հայաստանի Դատարանի Հայաստանի վճիռ կա, Հանրապետություն դատարանի վճիռ կա։ Հայաստանի Հանրապետությունում Գագիկ այս Ծառուկյանն պահին արդարացվել է, միակ նորությունը դա է, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին քրեակատարողական հիմնարկներում կան ընտրակաշառքի մեղադրանքով պատիժը կրող քաղաքացիներ խոշոր ձկներից։ խոշոր թեմաներ չգիտեմ, բայց որ կան այս պահին պատիժը կրող քաղաքացիներ եւ դա մասնավորապես իրական 21 թվականի ընտրություններին է վերաբերում, կարող եք հարցումներ անել եւ բարձել։ Իսկ ինչ վերաբերում է նախորդ շրջանի հանցագործություններին, ընտրական հանցագործություններին, դրանց կապակցությամբ բարձա որ իրանց բացահայտելը Որ վերհանել է եղավ, եւ որ ես սուտ չէի բավականության խոսում, Տիկին ժամկետ։ Հա՞։ Ղազարյան։ Եղավ, որ ես Ինչ։ սուտ չէի, եղավ, որ ես սուտ Է, չէի դուք խոսում։ ասացիք, որ որևիցե մեկը չի Նկատում եմ կրում նախորդ պատիժ։ Ես իշխանության ասում եմ, օրոք, որ նախորդ նախորդ իշխանության օրոք այս հոդվածները կներեք չեն գործել։ Այն որ ընտրակաշառքի համար ընտրակաշառք վերցնելու եւ տալու համար մինչեւ 7 տարի ազատազրկման պատիժ կա, այդ մեր բերած փոփոխությունն է։ Մենք ենք 21 թվականին բերել այդ փոփոխությունը։ Բարեգործության արգելքը մենք ենք բերել, որովհետեւ մենք դա համարել ենք ընտրակաշառքից եւ ոչ կարելի է հետադարձության ուժով պատժել Հուսանք ձեր մարդկանց։ բերած օրենքը իմ քայլը հիմնադրամի վրա ըստ իրավիճակի եւս արդարացի կգործի։ Ես հույս ունեմ, որ դուք չեք կարծում, չէ՞ ընթացիկ իրավական գործընթացի վերաբերյալ ես պետքա դիրքորոշում հայտնեմ, որ դուք արագ օգտվեք առիթից եւ ասեք, որ ես ճնշեցի իրավապահների։ Չէ, ես պարզապես Փորձեցի ազդել իրավապահ։ ակնկալում էի, որ դուք կասեք Հայաստանում բոլոր օրենքի առաջ հավասար Հաստատ են եւ բոլորը ես իրենց կասեի օրենքի առաջ շնորհակալություն հավասար են։ հարցազրույց ավարտեցինք։ Խնդրեմ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան։